Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է շարունակում Ռի Նյուզ լրատվականի ժամը 17-ի թողարկումը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, բարև ձեզ։ Այսօր ժամը 14-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է շտապել մեր նկարահանող խումբը։ Հրդեհվում է Մալաթիա տոնավաճառի ապրանքի պահեստներից մեկը։ Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ։ Ինչպես տեսնում եք, հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում։ Դեռևս հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ, բայց հարևան խանութների աշխատակիցները ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ պատճառը հոսանքալարերն են։ Ամբողջական ռեպորտաժը կարող եք հետևել մեր ժամը 20-ի թողարկմանը։ Կառավարությունն իր այսօրվա հոկտեմբերի 23-ի նիստում հավանություն է տվել տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի փոփոխության նախագծին։ Այս նախագծով առաջարկվում է հունվարի 27-ը նշել որպես հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և այն համարել ոչ աշխատանքային։ Նիստի ընթացքում որոշվել է նաև Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում է 2 աշակերտ, միավորել նույն մարզի Հերհերի միջնակարգ դպրոցին, որտեղի տարբերություն Կարմրաշենի դպրոցի սովորում է 62 աշակերտ։ 190 աշակերտի համար նախատեսված այս դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 32-ն է։ Նիկոլ Փաշինյանն է կառավարության նիստում հայտարարել, թե Ադրբեջանի որոշումը իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները հանելու վերաբերյալ նշանակում է, որ Հայաստանը քայլ առ քայլ հաղթահարում է շրջափակումը, նրա դիտարկմամբ բացասական երևույթների մասին միշտ է խոսվում, սակայն դրականը մնում է անտեսված։ Դա շատ կարևոր որոշում է եւ դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրը եւ ձեռքբերված պայմանավորվածությունները դրանք ընդամենը ինչպես փորձ է արվում որոշ տեղերում ներկայացնել, ընդամենը միայն դեկլարացիա չեն, այսինքն դրանք դեկլարացիա են, բայց որը իր հետ բերել է կոնկրետ արդյունքներ։ Թեժ քննարկումներ են խորհրդարանում, իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները վիճում են Արցախի հարցի շուրջ, փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում բանակցություններում նշածողն իջեցնելու վերաբերյալ, մյուս աղմկոտ թեման թրիփ երթուղին է, դրա առերևույթ, վտանգավոր ու օգտակար կողմերը։ Ասում եք, անխոչնդոտ նշանակում է միջանցք։ Նախ Հայաստանը չեք պաշտպանում, ակնհայտ է, եթե այսպես եք մեկնաբանում, պաշտպանում եք լրիվ այլ բան։ Բայց հետաքրքիր է, որ այդ նույն փաստաթղթի մեջ դուք չեք նկատում, որ գրած է միջազգային իրավունքի ամենագերակա, ամենակարևոր սկզբունքը՝ տարածքային ամբողջականություն։ Ժողովուրդ, քանի դեռ երազ սադարակ ճանապարհը հատվածը չի կառուցվել, Հայաստանը շրջափակված է։ Նայեք քարտեզի վրա ինչա նշանակում։ Ասում եք Թրամփի ուղի մեր շրջափակումը ճեղքվեց։ Հիմա մի հատ պատկերացրեք, լավ, Կովսականից գնացքը գալիս է, մտնում է Մեղրի, դուրս է գալիս, գնում է Օրդուբադ, Նախիջևան, Սադարակ, հետո ո՞նց է մտնում Հայաստան։ Այդ երազ Սադարակը պետք է կառուցվի։ Երբ մենք ասում ենք համաժամանակյա, դա ի նկատի ունենք։ Ավստրիայում գործող եկեղեցիների համաշխարհային խորհուրդը պաշտոնական հայտարարությամբ խստորեն քննադատել է հայ առաքելական եկեղեցու հանդեպ Հայաստանի իշխանությունների ճնշումները եւ հոգեվորականների ձերբակալությունները։ Մեջբերում եմ։ Բարձրաստիճան եկեղեցական պաշտոնյաների ձերբակալությունները, կալանավորումները եւ դատավճիռները հստակ մարտահրավեր են կրոնական ազատությանը։ Նման միջոցառումները կամայական եւ անհիմն միջամտություն են եկեղեցու գործունեությանը եւ կարող են դիտվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա, ասված է կազմակերպության հայտարարության մեջ։ Անցած 24 ժամում իշխանություն մայրաթոր դիմակայության վերաբերյալ սուր հայտարարություններ են հնչել ազգային ժողովի ամբիոնից, պատգամավորներից ոմանք էլ վարկաբեկիչ գրառումներ են արել մայրաթորի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի հասցեին։ Վերջին զարգացումների մասին Սիմոն Հովհաննիսյանի ռեպորտաժում։
Նաթան arczepiskoposin են կանչել հարցաքննության օրերս տարածված ձայնագրության առիթով։ Արդյոք ինքն է խոսում համացանցում տարածված ձայնագրությունում։ Սրբազանը պատասխանել է, որ անօրինական ճանապարհով ստացված ձայնագրության վերաբերյալ ասելիք չունի։ Այս մասին Reopen Media-ին քննչական կոմիտեից են հայտնում։ Ձայնագրության հրապարակումից հետո հիմա էլ Նաթան arczepiskoposi անունն է հաճախ շոշափվում։ Հնչում են մեղադրանքներ, որոնց եկեղեցին չի շտապում պատասխանել։ Ջերմանում ֆուտբոլ էին խաղում։ Նաթանը այդ ժամանակ վարդապետ էր, գալիս էր, ցեզ մոտիկից նայում էր, ժպտում էր, ասում էր շորտիկ ինչեք հագել, ձեր ոտքերը ինձ գայթակղեցնում են։ Ու հետո այս ավակ կուրսի տղաները կամ վերակացուները մեզ ասում են հանկարծ չգնաք, իր սենյակը չմտնեք, վտանգավոր է։ Եկեղեցու լռությունը մեկնաբանում են իշխանական շրջանակներում, օրինակ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը այդ լռության մասին ասում է, հո ընդդիմադիր ցույցից հրաժարված քահանա չի, որ միանգամից կարգալույծ արվի։ 4-րդ օրն ինչ եկեղեցու նախկին սպասավորը հայտնել է, որ գործող arczepiskoposներից մեկը Ճեմարանի տղա պատանիների նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել։ Կտրիչենց կողմից ուղիղ 0 արձագանք, ոչ հերքել են, ոչ ասել են ուսումնասիրություն կանենք, ոչ ասել են կարգապահական վարույթ կհարուցենք։ Եկեղեցին լռում է ու երի պատասխան հաղորդագրություններ չկան, ոչ առցանց տիրույթում, ոչ էլ մեծ հարցազրույցի տեսքով։ Միայն մի արձագանք կար Կիրակի օրվա պատարագի մասին, Տեր Արամը կամ Ստեփանը Աշխարհի կանունով իրավունք չունի պատարագ իրականացնել ըստ Մայրաթոռի։ Կրոնական էջերն են հղում անում պատմական կրոնական դեմքերին։ Կարգալույծ քահանան չի կարող սուրբ պատարագ մատուցել։ Եթե ուզում եք նզովքի տակ ընկնել, ապա առաջ։ Բոլոր մասնակցողները պաշտոնապես հրաժարվելու են հայ առաքելական եկեղեցուց, այսինքն հրաժարվելու են հետագայում մասնակցել եկեղեցու խորհուրդներին, քանզի ինքնակամ առանձնանալու են։ Ով առհամարելով եկեղեցին, ուրիշ ժողով կկազմի իբրև աղոթատուն, առանց եպիսկոպոսի եւ քահանայի հրամանի, նզովյալ լինի։ Զուգահեռ իրականության մեջ Տեր Արամը կամ Ստեփանը նոր է օծվել քահանա։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն է հայտարարում ազգային ժողովի ամբիոնից։ Ասում է, կաթողիկոսն ինքը կարգալույծ է, ոնց կարող է կարգալույծ հռչակել այլ հոգևորականի։ Ես որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, այս ամբիոնից հայտարարում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է, ինքը հոգևոր դասի մեջ չի։ Ինքը ընդամենը մարդ է, որը բռնազավթել է Մայրաթոռը մի խումբ իր նման կարգալույծ խմբակի հետ, եւ մենք որպես հանրություն իրավունք այդ բանն էլ, որ ասում են եկեղեցի կառավարություն կոնֆլիկտը, մենք ոնց կարանք մեր եկեղեցու հետ կոնֆլիկտ ունենանք։ Ես ասում եմ, հայաստանյաց առաքելական եկեղեցին իմ սրբությունն է, ես իմ սրբության հետ ոնց կարամ կոնֆլիկտ ունենամ։ Մենք կոնֆլիկտ ունենք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պղծողների հետ։ Տեր Արամը կարգալույծ լինելու օրը պայման էր դրել, եթե մինչև երեկո որոշումը չփոխեն, ինքը միանալու է վարչապետին։ Հիմա մի քանի հարցադրում է անում Մայրաթոռի դիվանապետին։ Նա կարգապահական հանձնախմբի նիստերի արձանագրություններն է ուզում, որ արձագանքի իր հետագա քահանայագործության վերաբերյալ։ Ցավոք հայրապետական տնօրինության մասին նախ տեղեկացել են Facebook սոցիալական կայքից, ապա մեկ օր անց նոր պաշտոնական Մայրաթոռից ձեր միջոցով։ Իդեպ խորհրդակատարություններից հետո եմ համացանցում հանդիպել այդ որոշման մասին եւ այստեղ հարց է առաջանում։ Facebook-ից հոգևոր հովիվ ինֆորմացիայի փոխանցման ճանապարհին ինչ է կատարվել Սուրբ Հովանավանքում։ Տեր Արամը կամ Ստեփանը, որը կարծում էր, թե այս տարի իր ոչ թե խաչելության, այլ հարության տարին է լինելու, Կիրակի պատարագ կմատուցի Հովանավանքում։ 1600-ամյա վանքը եկեղեցու հովանու ներքո է, բայց դա էլ չի խանգարի։ Նախորդին Փաշինյանը հայտարարեց, այդ եւ մյուս եկեղեցիները իր բնորոշմամբ կվերադարձվեն հանրությանը։ Այդ առիթով Տեր Զարեհն է գրառում արել, ասում է, Հայաստանի գործող այդ վանքերի եւ եկեղեցիների նպատակային առաքելությունը վտանգված է։ Բարձրաստիճան եկեղեցական պաշտոնյաների ձերբակալությունները, կալանավորումները եւ դատավճիռները հստակ մարտահրավեր են կրոնական ազատությանը։ Նման միջոցառումները կամայական եւ անհիմն միջամտություն են եկեղեցու գործունեությանը եւ կարող են դիտվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա։ Այս հայտարարությունն էլ տարածել է եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ Ըստ նրանց Հայաստանում իրավիճակը դուրս է գալիս հոգևոր դաշտի սահմաններից, վերածվելով ազատ խղճի եւ քաղաքացիական իրավունքների խնդրի։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Օտավայում Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Արաչինը հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Հայդատի Կանադայի հանձնախմբի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Անդրադարձ է կատարվել մի շարք առանցքային հարցերի՝ Հայաստանի ինքնիշխանություն, Արցախահայության, Արցախ վերադարձի իրավունք, հայկական մշակութային վտանգված ժառանգության պաշտպանություն Արցախում, Բաքվում ապօրինաբար պատանդարված հայ գերիների ազատարձակում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման հեռանկարներ։
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոջորիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին ուշադիր հետևում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև շարունակվող երկխոսությանը եւ հույս ունի, որ մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Բոջորիշվիլին ասել է, որ Վրաստանն անկեղծորեն շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմամբ։ Վերջինս կարևորել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաեւ այդ համատեքստում երկրների միջև համագործակցությունն ու գործընկերությունը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բուդապեշտում Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք գագաթնաժողովի չեղարկման մասին, պատճառաբանելով, որ ինքը չէր զգում, որ կարող են հասնել այն ամենին, ինչ անհրաժեշտ է։ Թրամփը միաժամանակ վստահություն է հայտնել, որ այդ հանդիպումը կկայանա մոտ ապագայում։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Պուտինը պատրաստ է Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների, բայց մաքսիմալիստական պահանջներ է ներկայացնում։ Մարկ Ռյուտեն ասել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է Ուկրաինայում անհապաղ հրադադարի հաստատումն առանց նախապայմանների։ Միջազգային լրահոսին հետևում է Դավիթ Գենջոյանը։ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը խստացրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ընդ որում նախագահ Թրամփը թիրախավորել է խոշոր նավթային ընկերությունները եւ սահմանել նոր պատժամիջոցներ Պուտինի հետ գագաթնաժողովը չեղարկելու ֆոնին։ Ուկրաինան էլ փորձում է ամրապնդել իր պաշտպանությունը։ Նախագահ Զելենսկին Շվեդիայում պատրաստվում է կնքել պայմանագիր մինչև 150 գրիպեն կործանիչների հնարավոր ձեռքբերման վերաբերյալ։ Այս դիվանագիտական եւ ռազմական քայլերը տեղի են ունենում շարունակվող մարտական գործողությունների ֆոնին։ Ռուսաստանը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչը հանգեցրել է երկրի մեծ մասում զանգվածային հոսանքազրկումների։ Իր հերթին ուկրաինական զինված ուժերը հաստատել են, որ բրիտանական Storm Shadow հրթիռներով խոցել են ռուսական քիմիական գործարան։ Թրամփի վարչակազմի հակաթմրանյութային արշավի շրջանակում ամերիկյան զինուժն ընդլայնել է իր գործողությունները Խաղաղ օվկիանոսում հարվածներ հասցնելով 2 նավի եւ սպանելով 5 ենթադրյալ թմրավաճառի։ Այս գործողությունները կրկին սրել են լարվածությունը տարածաշրջանում, հատկապես Վենեսուելայի հետ։ Ի պատասխան Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է ռազմավարական դիրքերում ավելի քան 5000 հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման մասին, երկրի անվտանգությունն ապահովելու համար։ ՄԱԿ-ի միջազգային դատարանը վճռել է, որ Իսրայելը պարտավոր է ապահովել Գազայի բնակչության հիմնական կարիքները։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Հորդանան գետի արևմտյան ափի անեքսիան ազդում է խաղաղության ծրագրի վրա։ Այս ֆոնին Գազայում զոհերի թիվը գերազանցել է 68000-ը եւ փխրուն հրադադարի պայմաններում շարունակվում են մարդկային կորուստները։ Չնայած տասնյակ ծանր հիվանդների տարհանմանը, հազարավոր պաղեստինցիներ, այդ թվում երեխաներ, շարունակում են սպասել կենսականորեն անհրաժեշտ բուժօգնության։ Իրանը հայտարարել է, որ չի վերադառնա բանակցությունների Միացյալ Նահանգների հետ, վկայակոչելով Վաշինգտոնի անհիմն պահանջները։ Այս հայտարարությունը հաջորդել է Գերագույն առաջնորդ Ալի Խամենեի նախագահ Թրամփի առաջարկի կտրուկ մերժմանը, որը հերքեց նաև Իրանի միջուկային օբյեկտների վնաս հասցնելու մասին պնդումները։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները Թեհրանի միջուկային զենք ստեղծելը կանխելու համար։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Ավագանու նիստում ձայների 37 կողմ դեմ 2 ձեռնպահ 18 հարաբերակցությամբ ավագանին ընդունել է Լենինգրադյան փողոցը անվանափոխելու մասին որոշումը։ Այսուհետև այն կկրի ազգային բարերար Քրքրքորյանի անունը։ Նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ այսօր կառավարությունը կքննարկի Կասկադ համալիրի ավարտված հատվածի վերակառուցման նախագծի հաստատման հարցը։ Ավինյանը հայտնել է, որ նախագիծը դրվել է հանրային քննարկման եւ երևանցիներ այն հաստատել են ակտիվ քաղաքացի հարթակում։ Ավինյանի խոսքով Երևանի քաղաքապետարանն իր հերթին հնարավորություն կտա հարակից 125-ից 130 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքում բիզնես համալիր կառուցել։ Քաղաքապետը հույս է հայտնել, որ Կասկադի շինարարությունը կավարտվի 4-ից 5 տարվա ընթացքում։ Այս շինարարությունը մեկ ամբողջությամբ իրականացվելու է զուգահեռ, այսինքն մրցութային փաթեթում նաև ներառված են բոլոր այն սահմանափակող եւ գրավադրման հնարավորությունները եւ վերահսկողությունը բավականին խրթին եւ խիստ է մեր կողմից դրված եւ շատ հուսով եմ, որ մենք մոտ 4-5 տարում արդեն վերջնական այդտեղ կունենանք ավարտական Կասկադի նախագիծը։
Կառավարության նիստում հաստատվել է առողջապահության նախարարության նախագիծը, որով շաքարային դիաբետ ունեցող մինչև 18 տարեկան երեխաները կապահովվեն գլյուկոզի շարունակական մոնիթորինգի համակարգերով։ Հուլիսից այն գործում է մինչև 9 տարեկան երեխաների համար։ Այս նախագծով նախատեսվում է ընդլայնել շահառուների տարիքային շեմը, հասցնելով մինչև 18։ Այս պահին մինչև 18 տարեկան շահառուների թիվը շուրջ 100,000 է։ Նորագույն սարքերը հնարավորություն են տալիս կանխատեսել ու կանխել հասունացող բարդությունները և ճշգրտորեն որոշել ինսուլինի տեղաչափը։ Այսօր առավոտյան ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ 13-ամյա Հասմիկ Ասլանյանը հոկտեմբերի 22-ին ժամը 12:30-ի սահմաններում դուրս է եկել Քանաքեր Հեկի բանավան թաղամասի շենքերից մեկից և չի վերադարձել։ Ժամեր առաջ նա հայտնաբերվել է և ներկայացվել համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հանգամանքները պարզվում են։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 15 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նրանց թվում կա մեկ անչափահաս, որի խափանման միջոցը տնային կալանքն ու բացակայելու արգելքն է։ Կալանավորվածների թվում են նաև մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը և Գյումրու ավագանու անդամ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը Գևորգ Ղուկասյանը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Գյումրիում տեղի ունեցող իրավիճակի զարգացմանը, քանի որ այն Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքն է, որտեղ տեղակայված են ռուսական 102-րդ ռազմաբազան և Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Զախարովան հիշեցրել է, որ Գյումրիի քաղաքային իշխանություններն ակտիվ գործակցություն են զարգացնում Դաշնության տարբեր մարզերի հետ։ Գյումրիում է գտնվում նաև պատվոբլուր հուշահամալիրը, որը նվիրված է ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված ռուս սպաներին։ Դիվանագետը շեշտել է, որ օգոստոսին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհուրդը Գյումրիին շնորհել է 1941-ից 45 թվականների աշխատանքային փառքի քաղաք պատվավոր կոչումը։ Երեկ երեկոյան հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված Արմավիր քրեակատարողականի օտարերկրացի կալանավորը ցած թռչելով հիվանդանոցի պատուհանից փորձել է փախչել։ Քրեակատարողականի ծառայողը կրակել է կալանավորի ոտքին և այդպիսով կանխել փախուստը։ Նրան ցուցաբերվել է բուժօգնություն, կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի առիթով Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանի որոշմամբ սկսվել է ծառայողական քննություն։ Անցած մեկ օրում բացահայտվել է 100 հանցագործություն, դեպքերից 9 վերաբերվում է թմրանյութի հայտնաբերմանը, 7 ֆիզիկական բռնությանը, 6 մարմնական վնասված հասցնելուն, 5 անձնական ունեցվածքի գողությանը։ Բացահայտվել են նաև կողոպուտի, խուլիգանության, փաստաթղթեր կեղծելու և այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել 2-ը։ Անցած մեկ օրում գրանցվել է 10 ավտովթար, 2 մարդ զոհվել է, 17-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հեռարձակման ոլորտում կարգավորիչ մարմինների եվրոպական հարթակի համաժողովը գումարվել է Երևանում։ Հարթակն ապահովում է ոչ պաշտոնական քննարկումների և կարծիքների փոխանակում, Եվրոպայի կարգավորիչ մարմինների միջև տեղեկատվության փոխանակում, ազգային և եվրոպական հեռարձակման կարգավորման ընդհանուր հարցերի շուրջ, ինչպես նաև իրավական խնդիրների, գործնական լուծումների քննարկումներ կապված հեռարձակման կանոնակարգերի մեկնաբանման և կիրառման հետ։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով հենց նման միջազգային հարթակներն են, որ օգնում են Հայաստանին գտնել խոսքի և ազատության, հանրային անվտանգության միջև ճիշտ հավասարակշռությունը։ Ապատեղեկատվություն, քարոզչություն, ատելության խոսք և արհեստական բանականության մարտահրավերներ։ Այսօրվա մեդիա դաշտի ամենասուր խնդիրները քննարկելու համար Երևանում են հավաքվել կարգավորող մարմինների եվրոպական հարթակի անդամները։ 47 երկրների 56 կարգավորող մարմինների ներկայացուցիչները Հայաստանում են մասնակցելու կազմակերպության 62-րդ համաժողովին, որը հյուրընկալում է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը նոր սպառնալիքներ է ստեղծում, որոնց դիմակայելու համար անհրաժեշտ է համատեղ աշխատանք։ Մարտահրավերները բոլորս գիտենք, դուք բոլորը շատ լավ գիտեք, ինչ է կատարվում տեղեկատվական այս պայթունային զարգացման պայմաններում, ապատեղեկատվությունը, պրոպագանդան, եւ ոչ միայն քաղաքականությունը մեզ վերջի հերթին է հետաքրում, անչափահասների վրա ազդեցությունը, երկրի անվտանգությունը տեղեկատվական
Էփրայի նախագահ Ստեֆանի Քոմին նշեց, որ համաժողովի առանցքում լինելու են մեդիա բազմակարծության, ազատության եւ կարգավորող մարմինների ռազմավարության հարցերը։ Երկու կարևոր թեմա ենք քննարկելու։ Առաջինը մեդիա բազմակարծությունն է, բազմազանությունն է, ինչպես նաեւ մեդիայի ազատությունը, եւ երկրորդը կարգավորող մարմինների ստրատեգիաների դրսևորումն է, որովհետեւ կարծում ենք շատ կարևոր է, որ կարգավորող մարմինները ունենան ճիշտ ռազմավարական մոտեցումներ մեդիայի կարգավորման բնագավառում։ Համաժողովի շրջանակներում ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյանը ներկայացրեց Հայաստանի մեդիա դաշտի զարգացման պատմությունը եւ արկա մարտահրավերները։ Նա նշեց, որ թեև լրագրողներ առանց սահմանների կազմակերպության զեկույցում Հայաստանը տարածաշրջանում առաջատար է մամուլի ազատությամբ, երկիրը բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության եւ ատելության խոսքի։ 1991 թվականին ընդունված մամուլի մասին օրենքից ու 95-ին ընդունված սահմանադրական կարգավորումներից բացի Հայաստանը նաև մշակել է մի շարք այլ իրավական ակտեր, որոնք էական դեր են խաղում մեդիայի ազատության, թափանցիկության, լրագրողների պաշտպանության եւ հանրային տեղեկատվության հասանելիության ապահովման գործում։ Մենք պատրաստակամ ենք աշխատելու մեր քաղաքացիական հասարակության եւ պետական կառույցների հետ հետագա բարեփոխումներն իրականացնելու համար։ Համաժողովին մասնակցում են նաև ներկայացուցչական պատվիրակություն Թուրքիայից։ Տիգրան Հակոբյանը նշում է, որ նրանց հետ համագործակցությունը կարևոր է հաշվի առնելով Թուրքիայում գործող հայալեզու առցանց հարթակները։ Նույն Թուրքիայում մի քանի հայերեն լեզվով եւ հայկական բովանդակությամբ մենք on-line հարթակներ ունենք եւ թուրքական կողմի հետ աշխատելով մենք փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց հեռարձակման համար։ Մամուլի ազատության պահպանման եւ ապատեղեկատվության, քարոզչության ու ատելության խոսքի արդյունավետ պայքարի համատեղ ջանքերն են, որ կարող են ապահովել առողջ եւ պատասխանատու մեդիա միջավայր, իշահ հանրության եւ ժողովրդավարության զարգացման։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, տաղավարում աշխատեց Լուսինե Ղարսայանը, մեր հաջորդ թողարկումը, գլխավոր թողարկումը ժամը 20-ին է, հաջողություն։